Շրջանառության մեջ դրված օրենսդրական նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում, հստակեցնելով պատժից ազատված կամ պատժի նշանակումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողության կարգը եւ ոչ միայն։ Նախագծի մասին մանրամասները Օֆելիա Արսենյանի պատրաստած ռեպորտաժում։ Հիվանդության հիմքով պատժից ազատել է կամ պատժի հետաձգումը նախատեսված է այն դեպքերի համար, երբ անձի առողջական վիճակը թույլ չի տալիս կրել նշանակված պատիժը։ Միաժամանակ այս ինստիտուտը ենթադրում է ոչ միայն անձի առողջական վիճակի գնահատում, այլև իրավական վերահսկողության մեխանիզմներ, քանի որ առողջական վիճակի փոփոխության դեպքում դատարանը կարող է վերանայել նախկինում ընդունված որոշումը։ Քրեական օրենսգրքի գործող կարգավորումներով արդեն իսկ նախատեսված է, որ եթե անձը հիվանդության հիմքով պատժից ազատվում է կամ պատժի նշանակումը հետաձգվում է, ապա այդ անձի առողջական վիճակի փոփոխության հարցը համապատասխան բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովը քննության է առնում 6 ամիսը մեկ պարբերականությամբ, պարզապես գործող օրենսդրական նորմերով կարգավորված չէ այն, թե գործնականում ինչպես պետք է այս պահանջը կատարվի։ Ու այս հարաբերությունները կարգավորելու նպատակով իթիվս այնի շրջանառվել է այս նախագիծը։ Այս կարգավորումների համաձայն անձը հիվանդության հետևանքով պատժից վերջնականորեն չի ազատվում, այլ ազատվում է մինչև այն պահը, երբ որ համապատասխան հանձնաժողովի եզրակացությամբ կարձանագրվի, որ անձի առողջական վիճակը համատեղելի է պատժի կրման հետ։ Այսինքն այն պահից, երբ որ կարձանագրվի, որ անձը կարող է պատիժ կրել, անձը շարունակելու է կրել իր պատիժը, եթե պատիժ նշանակված եղել է, եթե նշանակված չի եղել, դատարանը նշանակելու է պատիժ եւ անձը ուղարկելու է պատժի կատարմանը։ Օրենսդրական փոփոխությունների նախագծով առաջարկվում է հստակեցնել այն անձանց նկատմամբ վերահսկողության կարգը, որոնք հիվանդության հիմքով ազատվել են պատժից կամ ստացել են պատժի նշանակման հետաձգում։ Նախատեսվում է, որ այս անձին գտնվելու են պրոբացիայի ծառայության վերահսկողության ներքո եւ պարբերաբար պետք է ներկայացվեն բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովների գնահատմանը։ Այն դեպքերում, երբ 6 ամսյա այդ ստուգման process-ը կիրառվում է մեխանիկորեն բոլորի նկատմամբ, այստեղ կարող են առաջանալ, կարծում եմ, անձի իրավունքների որոշակի ոտնահարումներ։ Մասնավորապես դեպքեր են լինում, երբ օրինակ անձը տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը բուժման ենթակա չի, օրինակ օնկոլոգիական հիվանդություն վերջին փուլում կամ հաշմանդամություն անդամահատված վիճակում գտնվում անձը։ Հիմա այս պայմաններում ողջամտորեն կարծել, որ այդ 6 ամիսը մեկ ստուգման արդյունքում անձը կարող է որոշակի առողջական վիճակը լավանալ, կարծում եմ, որ ողջամիտ չի։ Եվ անընդհատ այդ անձանց ստուգման ենթարկել, կարծում եմ, որ դա ինչ որ առումով նվաստացնող կարող է լինել մարդու համար եւ որոշակի ֆիզիկական ու հոգեբանական տառապանք վերջինիս պատճառել։ Կարևոր դեր է վերապահվում բժշկական եւ հոգեբուժական հանձնաժողովների եզրակացություններին։ Դրանց հիման վրա պետք է գնահատվի արդյոք անձի առողջական վիճակը շարունակում է խոչընդոտել պատժի կատարմանը։ Այս համատեքստում մասնագիտական քննարկումների հիմնական հարցերից մեկն այն է, թե ինչպիսի երաշխիքներ պետք է ապահովեն այդ եզրակացությունների անկախությունն ու օբյեկտիվությունը։ Քրեական օրենսգրքի գործող կարգավորումների համաձայն, եթե դատավճիռ կայացնելուց հետո անձի մոտ ի հայտ է գալիս հոգեկան առողջության խնդիր կամ այնպիսի հիվանդություն, որը անհամատեղելի է պատժի կրման հետ, ապա դատարանը դատաբժշկական փորձաքննության եզրակացության հիման վրա կամ դատահոգեբուժական փորձաքննության հիման վրա անձին ազատում է պատժից։ Այսինքն քրեական օրենսգրքի գործող կարգավորումների համաձայն հիվանդության հիմքով պատժից ազատելու հիմքի առկայությունը որոշվելու է դատաբժշկական եւ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու կարգով։ Պետք է նշեմ, որ այս կարգավորումները ուղիղ հակասության մեջ են գտնվել քրեական օրենսգրքի կարգավորումների հետ, որոնցով ուղղակիորեն սահմանվում է, որ այս լիազորությունը ըստ էության վերապահված է կառավարության որոշմամբ հաստատված կարգի հիման վրա ստեղծված միջգերտեսչական բժշկական հանձնաժողովներին, այսինքն հենց միջգերտեսչական բժշկական հանձնաժողովները պետք է տրամադրեն այն եզրակացությունները, որոնց հիման վրա դատարանը հետագայում պատժից ազատելու է կամ պատժի նշանակումը հետաձգելու է։ Բժշկական հանձնաժողովի եզրակացությունը պետք է լինի ոչ միայն մասնագիտական, այլև իրավական առումով հիմնավորված։ Կարևոր է, որ որոշման հիմքում ընկած լինեն հստակ չափանիշներ, որպեսզի բացառվեն տարբերակված կամ անհիմն մոտեցումները։ Եթե անձի առողջական վիճակը հետագայում բարելավվում է, դատարանը կարող է վերանայել նախկին որոշումը։ Դեպքեր են լինում, երբ որ դատարանին միջնորդում ենք այն դեպքում, երբ անձը ունենում է համապատասխան բժշկական փաստաթղթեր, որում նշված են ուրեմն հիվանդությունները եւ դրանք առերևույթ կարող են օրինակ համապատասխանել կառավարության որոշմամբ սահմանված պատժի հետ անհամատեղելի ուրեմն հիվանդությունների ցանկին,
Դատարանները շատ դեպքերում այս միջնորդությունները պաշտպանության կողմի փորձականություն նշանակելու եւ բարձելու արդյոք անձը կարող է կրել պատիժը նշանակված մերժում են, պատճառաբանելով, որ դրանք օրինակ այս փուլի քննարկման հարց չի, դատարանը դեռ պատիժ չի նշանակել կամ կարող է նաև չնշանակել եւ նմանաբնույթ պատճառաբանություններ։ Որպես պրակտիկ օրինակ այսպիսի մի օրինակ կբերեմ մեր պրակտիկայից, երբ որ նույն ձև անձը առողջական խնդիրներ է ունենում եւ պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացնում, նաեւ միջնորդությանը կից ներկայացնելով բժշկական փաստաթղթերը, դատարանը միջնորդությունը մերժում է, արդյունքում դատավճիռը օրինական ուժի մեջ է մտնում եւ ուղարկում է կատարածման։ Այդ ժամանակահատվածում անձի վիճակը կտրուկ վատթարանում է, վերջինս տեղափոխվում է բժշկական հաստատություն եւ այդ ընթացքում հենց ոստիկանները ներկայանում են բժշկական հաստատություն, որպեսզի վերջինիս տեղափոխեն արդեն քրեակատարողական հիմնարկ։ Այս եւ նմանատիպ իրավիճակները մասնագետի խոսքով շփոթ են առաջացնում, քանի որ ոստիկանության ծառայակիցներն իրականացնում են իրենց լիազորությունը, բայց մյուս կողմից անձի կյանքն է ռիսկի տակ։ Առողջական վիճակի փոփոխության գնահատումը չի կարող սահմանափակվել միայն մեկ բժշկական փաստաթղթով։ Դատարանը պետք է ուսումնասիրի բոլոր հանգամանքները, հասկանալու համար արդյոք վերացել են այն պատճառները, որոնք նախկինում անհնար էին դարձրել պատժի կատարումը։ Եթե արձանագրվում է, որ անձի առողջական վիճակը փոփոխվել է, դրական փոփոխություններ կան, ապա հենց այդ եզրակացության հիման վրա դատարանը որոշում է կայացնելու իր դատական ակտը վերացնելու մասին։ Այսինքն բժշկական հանձնաժողովը ելնելով այս կամ այն բժշկական չափանիշներից տրամադրելու է այդ եզրակացությունը եւ եզրակացության հիման վրա է, որ դատարանը կայացնելու է այս կամ այն որոշումը։ Այս պահանջի կատարման ապահովման նպատակով քրեակատարողական օրենսգրքում նախատեսում ենք կատարել լրացում եւ սահմանել, որ բոլոր այն դեպքերում, երբ որ պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացնում դատարան, որպեսզի պատժից ազատելու վերաբերյալ ակտը կամ պատժի նշանակումը հետաձգելու վերաբերյալ ակտը վերացվի, միջնորդությանը կից ներկայացվի նաեւ այդ եզրակացությունը։ Նախատեսում ենք նաեւ ավելացնել, որ դատարանում հարցի քննությանը մասնակից է լինելու պարտադիր կերպով նաեւ այդ հանձնաժողովի ներկայացուցիչը։ Նախագծով կարգավորվում են նաեւ այն դեպքերը, երբ անձը չի ներկայանում բժշկական հանձնաժողովի գնահատմանը, սակայն յուրաքանչյուր իրավիճակ պետք է գնահատվի անհատապես, քանի որ չներկայանալու պատճառները կարող են տարբեր լինել։ Եթե անձը խուսափում է օրենքով նախատեսված պարտականություններից, պետությունը պետք է ունենա համապատասխան արձագանքման գործիքներ։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է տարբերակել դիտավորյալ չներկայանալը այն դեպքերից, երբ անձը օբյեկտիվ պատճառներով չի կարող կատարել այդ պարտականությունը։ Նախագծով սահմանվում է, որ պրոբացիայի շահառուն 6 ամիսը մեկ պետք է ներկայանա ստուգումների եւ եթե իր այս պարտականությունը չի իրականացնում, տվյալ բժշկական հաստատությունը 2 օրվա ընթացքում դիմում է պրոբացիայի ծառայությանը եւ պրոբացիայի ծառայությունը համապատասխան միջոցները ձեռնարկում։ Օրենսդիրը չի պարզաբանում, թե ինչ միջոցներ է ձեռնարկում, սակայն կարևորը այստեղ որն է, որ հենց սկզբից կարևորում եմ այն հանգամանքը, որ պրոբացիայի ծառայությունը շահառուին պետք է ծանուցի գրավոր եւ պարզաբանի իր իրավունքները եւ մասնավորապես պարտականությունները եւ այդ պարտականությունների չկատարման հետևանքները։ Սա կարևոր է, որպեսզի անձը քաջ գիտակցի այդ ընթացքում իր կողմից դրսևորված վարքագիծը եւ պարտականությունները։ Եվ կարող են դեպքեր առաջանալ, որ հետազոտության չներկայանալը, հանձնաժողով չներկայանալը մարդու կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված լինի։ Այս պարագայում կարևոր է, որ պրոբացիայի ծառայողը միջոցներ ձեռնարկի պարզելու նախ դրա պատճառները եւ անձի լսված լինելու իրավունքը իրացվի։ Հիվանդության հիմքով պատժից ազատելու կամ պատժի հետաձգման ինստիտուտը բացառիկ իրավական հնարավորություն է, որը պահանջում է յուրաքանչյուր դեպքի անհատական եւ բազմակողմանի գնահատում։ Այս ինստիտուտի արդյունավետ կիրառումը մեծապես կախված է ոչ միայն օրենսդրական կարգավորումներից, այլև դատարանների, պրոբացիայի ծառայության եւ բժշկական մարմինների համագործակցությունից։ Պատժից ազատելու կամ պատժի նշանակումը հետաձգելու համար հիվանդության հիմքով հիմք է հանդիսանալու հենց բժշկական հանձնաժողովի կամ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությունը, այլ ոչ թե դատաբժշկական կամ
կամ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, այս տեսանկյունից մենք վերացնելու ենք այն հակասությունները, որոնք առկա են քրեական օրենսգրքի եւ քրեակատարողական օրենսգրքի կարգավորումների մեջ, այսինքն իրավական որոշակիություն է այստեղ ձևավորվելու։ Բացի այդ, այսուհետ, եթե նախագիծը ընդունվի, հստակ կլինի, թե ինչ կարգով պետք է պրոբացիայի ծառայությունը դատարան ներկայացնի միջնորդություն, որպեսզի պատժից ազատելու վերաբերյալ դատական ակտը վերացվի եւ անձը ուղարկվի պատժի կրմանը։ Պրոբացիայի ծառայությունը իհարկե այստեղ ճկուն մոտեցում է ցուցաբերելու, այնպես չի որ փորձաքննությանը ներկայանալու օրը այդպես ստատիկ ինչ որ կամ հստակ ֆիքսված օր է։ Պրոբացիայի ծառայողը մշտապես գտնվում է կապի մեջ պրոբացիայի շահառուի հետ, կարող են իհարկե այդ ժամանակացույցը, թե 6 ամիսը մեկ պարբերականությամբ, բայց օրինակ ոչ կոնկրետ օրը պետք է անձը ներկայանա, իրար հետ համաձայնեցնել այդ ժամանակացույցը, որպեսզի նմանատիպ օրինակ խնդիրներ չառաջանան։ Հիվանդության հիմքով պատժից ազատելու եւ պատժի հետաձգման ինստիտուտը կարևոր նշանակություն ունի քրեական արդարադատության համակարգում, քանի որ այն թույլ է տալիս հաշվի առնել մարդու առողջական վիճակը եւ բացառել այնպիսի իրավիճակներ, երբ պատժի իրականացումը կարող է հակասել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը։ Միևնույն ժամանակ այս ոլորտում անհրաժեշտ է ունենալ հստակ չափանիշներ եւ միասնական մոտեցումներ, որպեսզի յուրաքանչյուր որոշում լինի հիմնավորված, կանխատեսելի եւ արդար։ Մասնագետների դիտարկմամբ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ պարտադիր ներկայանալու պահանջը խնդրահարույց է եւ կարիք կա դրանից բացառություններ սահմանել։ Օրինակ անձը արտասահմանում է գտնվում բուժման նպատակով, կարևոր եմ համարում այս ընթացակարգի պարզաբանումը, կարծում եմ, որ նախ մեկնելուց առաջ պետք է տեղյակ պահի համապատասխան մարմիններին հսկողություն պրոբացիայի ծառայությանը, ներկայացնելով արտերկրի բժշկական հաստատության կողմից տրված հրավերը եւ բոլոր բժշկական փաստաթղթերը, սակայն այստեղ որոշակի խնդիր կարող է առաջանալ, երբ որ անձը օրինակ ցանկանում է երկարատև բուժման գնալ, որովհետեւ մենք գործ ունենք ծանր հիվանդությունների հետ, իսկ ինչպես գիտենք, ծանր հիվանդությունները շատ դեպքերում օրինակ երկարատև բուժում են, պահանջում։ Հիմա մի կողմից 6 ամիսը մեկ ներկայանալը դա անձի պարտականությունն է եւ իմպերատիվ պահանջ է, այսինքն սա զրկում է անձին, որ վերջինս օրինակ արտասահմանում երկարատև բուժում անցնի, իսկ այդ բուժումը շատ դեպքերում օբյեկտիվ հանգամանքներով է պայմանավորված, օրինակ եթե անձը հիմնավորում է, որ Հայաստանի Հանրապետությունում իր հիվանդությունը չի բուժվում եւ բուժվում է օրինակ X երկրում, եւ այլ տարբերակ չունի, քան այդ X երկիր մեկնելը, հիմա որոշակի խոչընդոտներ առաջանում պարտականությունների չկատարման եւ դրա հետևանքների առումով եւ անձի առողջության ու ըստ էության կյանքի առումով։ Ես կարծում եմ, որ այստեղ պետք է որոշակի փոփոխություններ արվի եւ հնարավորություն տրվի այն դեպքերում, երբ որ դա օբյեկտիվ է եւ հիմնավոր է եւ ներկայացվում են բոլոր փաստաթղթերը, հնարավորություն տրվի անձին, որպեսզի վերջինս կարողանա երկարատև բուժում անցնի արտասահմանում եւ օրինակ այդ ստուգումը 6 ամսյա կատարվի փաստաթղթերի ձևով, այսինքն անձի վրա դրվի պարտականություն արտասահմանում գտնվելու ընթացքում, այնտեղ բուժում ստանալու արդյունքում կատարված այդ հետազոտությունները, էպիկրիզները, բժշկական փաստաթղթերը ժամկետին ուղարկել հանձնաժողովներին, որպեսզի վերջիններս կարողանան ուրեմն գնահատել առողջական վիճակի դինամիկան։ Առաջարկվող կարգավորումների արդյունավետությունը կախված կլինի դրանց գործնական կիրառումից։ Կարևոր է, որ դատարանները, պրոբացիայի ծառայությունը եւ բժշկական մարմինները գործեն հստակ սահմանված լիազորությունների շրջանակում, ապահովելով ինչպես պետության օրինական շահերի պաշտպանությունը, այնպես էլ հիվանդության պատճառով հատուկ պաշտպանության կարիք ունեցող անձանց իրավունքների պահպանումը։